Ժողովուրդ ջան, վիճակներս իրոք բուրդ է։ ՃՏՊ-ներն ու դժբախտ պատահարները նվազման միտում չունեն։ Որ ասեմ դրանց հիմքում խելքի բացակայությունն է, Գասեք ասեց։ Այո, ոչ թե բախտը, այլ խելքը։ Եղվարդ քաղաքի սկզբնամասում տեղի ունեցածը ասվածի վկայությունն է։ Այն մարդ, այս կենդանիները, որ լեզու ունենային, հիմա ամենավերջին հայոյանքը կտային մարդկանց։ Ասենք Լեքսուսի վարորդ Լուսինե, օրը լույս է, հեռվից հեռու ճանապարհի կողքին ձի ես տեսնում։ Ինչի աստիճանաբար չես արգելակում, մինչև հաղթահարես ձիու ճանապարհին հայտնվելու վտանգը։ Ձին վիրավոր, հա։ Ոնը չսատկի, վայ։ Անասնաբույժ, վայ։ Բերանից արուներ գալի, հա։ Էդի վտանգավոր է, չէ։ Չի արգելակել ու հարվածել այդ ճանապարհին հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Լավ է գոնե 33-ամյա Լուսինեին ոչինչ չի պատահել, բայց այդ ուրախությունը ամբողջական չէր լինի, եթե հանկարծ աշխարհի ամենաբարի կենդանիներից մեկը սատկեր։ Պարզվեց, որ վնասվածքներ է ստացել, ու այս տղամարդը, որը երևի ձիուտերն էր, գլուխ էր հանում կենդանիներից, վստահեցրեց, որ ձիու կյանքին այդ պայն վտանգ չի սպառնում։ Հղի է, հա, Ձակովա։ Լավ, եկեք ասում թողենք թող ձին արմստանա, ինչեւ օտեն գոնորից բժիշկի խոսը դուք հասկանաք ինչ բան։ Ինչպես հետո պետքա պարզվեր, վրաերթի ենթարկված ձին հղի էր։ Իմացա նաև, որ Լուսինեն ենթարկվել է սթափության փորձաքննության ու պարզվել է, որ սթափ է։ Լուսինե ջան, սթափ էլ ես եղել։ Ոնց չես հետևել պարզ ճշմարտությանը, որ զգայարանների եւ ինքնապահպանման բնազդի տեսանկյունից կենդանիները զիջում են մարդկանց ու պետք է նրանց կողքով զգույշ անցնել։ Այս պատմության հերոսն էլ է ձի, ուղակի երկայթյա է ու շատ բոյով, այսինքն ոչ թե ձի է, այլ ընձուղտ։ Համաձայնեք, ամեն օր չէ, որ նման պատկերի ականատեսը կլինեք։ Հսկայական վերամբարձ կռունկը օրը ցերեկով ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքի Արշակունյաց 135 հասցեում աշխատանքներ կատարելիս շրջվել ու գույք է վնասել։ Կհարցնեք ինչ գործ անելուց է եղել, որ այս օրն անկել։ Ավտոտնակ հեռացնելիս է եղել, ժողովուրդ ջան, բայց արդյունքում վնասել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյունները, նաև ծառերը կոտրել։ Որ ասում եմ, շատ տեղերում աշխատանքային կանոնները չեն պահպանում անվտանգության։ Մարդու բան չեղի, չէ՞։ Սա կարևորն է։ Մեկի անխելքության պատճառով սաղ խառնվել էին իրար, դոել Գազպրոմ, դոել Երկաղլույս, հետո նաև Թաղապետարան, բոլորը եկել էին, հասկանալու, թե ով եւ ինչ պայմաններում է իրենց վնաս տվել, բայց չեն իմանում, որ այս անտեր տեղը լավ յուղոտ պատառ է, ու որ դրա համար մարդիկ իրար կոկորտ են կրծում։ Հիմա կասեք, Շամշան, էդ ինչ նկատի ունես։ Նախ ասեմ, որ միայն երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ Բաքվում մարդ չի եղել։ Հարևանությամբ ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ կան, որտեղ միշտ մարդ է լինում։ Հենց նրանց կողմից ստեղծված ու տարիներով խնամված այս այգում քաղաքապետարանը շին թույլտվություն է տվել։ Շենգավիթի թաղապետը քաղաքապետի տեղակալներին խնդրել է, որպեսզի վերանայեն այն, սակայն քաղաքապետարանում անդրդվելի են մնացել։ Պատկերացա հանկարծ այս դաշտի վրա անգներ։ Երեխեքը ստեղ խաղալուցել էին։ Արտահոս չկա, չէ՞ գազի։ Անջատած է։ Որ այս տարածքի մասով վաղուց արդեն խմորումներ են գնում, ասացին դեպքի վայրում հավաքվածները, թե բա շենքի դիմացի այգու մի մասի վրա, որտեղ գտնվում են նաև մարզասարքերը, հարևանությամբ գտնվող կրպակիտերը ուզում է երկհարկանի շենք կառուցել։ Ուզելը որն է, արդեն սեփականաշնորհել ու շին թույլտվություն ստացել, իսկ թե ինչպես չգիտեին։ Ասում էին, թե այգին կենսական նշանակություն ունի իրեն շենքի համար, բայց հիմա ինչ որ մեկը ծառերը կկտրի ու օդը կփակի։ Վերջում էլ Special for Avignon հարցն էին տալիս։ Միթե ավելի հարմար տարածք չկար շինարարության համար, քան այս այգին։ Ով ինչ ուզում ասի, եթե վթարի հետևանքով մեքենան այսօրն անկել, ուրեմն կամ սրա վարորդը, կամ վթարի մասնակից մյուս մեքենայի վարորդը մեծ արագություն են զարգացրած եղել։ Չնայած եթե նայում ես տեղանքը, թե որտեղ է տեղի ունեցել այդ վթարը, լրիվ գալիս ես հենց այդ համոզման։ Չարաբաստիկ Երևան-Սևան ճանապարհին, որը ավտովթարների ու դժբախտ պատահարների տեսանկյունից հանրապետության ճանապարհների մեջ բացահայտ առաջատարն է, իսկ թե ինչու, կարծում եմ կռահում եք։
որովհետև այս ճանապարհի ասֆալտը լավն է, ինքը համարվում է արագընթաց, դե մեր վարորդներին էլ Աստված տվել չի խնայել, գազի ոտնակը տանջելու համար խելքները իրենցը չի, ու եթե հավելում ենք, որ դեպքն էլ տեղի է ունեցել 19:30-ից ժամը 20:00-ի սահմաններում, այսինքն մթնշաղին, այս պատկերը լրիվ տրամաբանական է թվում, իսկ պատկերում երևացող Մերսեդեսի ու Նիսանի բախումն այնքան ուժգին է եղել, որ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխի վրա շրջվելով, բախվել հաստաբուն ծառին ու պատին։ Լավ, նյուժելի դժվար է հասկանալ, որ այդ անտեր արագությունը երբեք լավ բանի չի բերում։ Մաքսիմում կարող ես նշանակետին հասնել 10 րոպե շուտ, բայց դե հիմնականում, ինչպես տեսնում եք, չեն էլ հասնում։ Հələ լավ է, որ այս դեպքում մեքենաներում միայն վարորդներն են եղել։ Համենայն դեպս այդպես էին վստահեցնում ականատեսները, որոնցից մեկը տեղափոխվել էր Սևան, մյուսը Հրազդան բժշկական կենտրոններ։ Պարոնայք վարորդներ, արագությունը վերահսկեք, խնայեք ձեր տանեցիների արցունքները։ Սրանն էլ է բախվետես։ Արագությունների մասին զգուշացրինք, կենդանիների կողքով անցնելուց զգոնության կրկնապատկման մասին ևս, դեն կռունկը լրիվ թյուրիմացություն էր, եկավ ժամանակը հերթական անգամ գազալցակայանների տերերին առաջարկելու, որպեսի գնան լոռու մոտ, դե գիտեք, լոռը քիթ է, ականջ, կոկորդ, ստուգողն է, տվյալ դեպքում պետք է հասկանա, թե ինչու են խցանված այս գազալցակայանի տիրոջ ականջները, երբ տեղեկացա, որ այս օբյեկտը գտնվում է Գեղարքունիքում, Սևան-Երևան ճանապարհին վաբշե չզարմացա, որովհետև քաջատեղյակ եմ, որ այս մարզի գազալցակայաններում ինչքան ուժ ունեն լիսկավորում են գազաբալոնները, հետո էլ աչքերը կլորացրած ու հրեշտակի դեմքով զարմանում են, թե ինչն էր առաջացած պայթունի պատճառը։ Բայց հասնելով դեպքի վայր, այլ պատկերի ականատեսը դարձա։ Տեսեք, թե որտեղ է հայտնվել գազախողովակի մի հատվածը։ Փաստորեն այս դեպքում մեքենայի գազաբալոնը չէր պայթել, այլ գազալցակայանի հետնամասում կոմպրեսատոր մտնող խողովակը, ինչի հետևանքով էլ վնասվել էին կայանված 3 տրանսպորտային միջոց եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Դեպքի վայրում հավաքվածները ասում են, թե պայթունի պատճառը կամ խողովակի մաշվածությունն է, կամ էլ չափից շատ ճնշումը։ Մի առաջարկություն ունեմ։ Այս կարգի օբյեկտներում գոնե տարին մեկ ստուգումները դարձնել պարտադիր։ Համապատասխան տեսչական մարմինը կամ մարմիններն էլ անգամ աննշան խախտում նկատելու դեպքում արձանագրություն կազմեն ու ստիպեն, որպեսզի կարճ ժամկետներում դրանք վերացվեն։ Այս անգամ իհարկե տուժող չեղավ, բայց քանիսն են եղել ու եթե այսպես շարունակվի, դեռ քանիսը կլինեն։ Ցավոք, ներկայացվող ոչ բոլոր դեպքերն են happy end-ով ավարտվել։ Հիշում եք, երբ ներկայացրինք մայրաքաղաքում էլեկտրասյուների եւ էլեկտրալարերի հետ կապված խնդիրը, պարզվում է, նման խնդիր, ես կասեի հիմնախնդիր նաեւ մարզերում առկա, օրինակ Լոռու մարզի Արջուտ գյուղում տեղի ունեցածը ուղղակի սարսափելի էր։ Բարձրավոր էլեկտրասյան էլեկտրալարերը փոկվել ու ընկել էին։ Հոսանքը բարձր վոլտ է եղել, թաց է եղել։ Տվե մի անգամից Ու եթե տեսանյութի սկզբում խոսում ենք խելքի, այս դեպքում պիտի խոսենք բախտի բացակայության մասին։ Բանն այն է, որ էլեկտրալարերի փոկվելուց հետո հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասունները արածեցնելիս եղել։ Փաստորեն խեղճը էլեկտրահարվել է, ինչպիսի դաժան մա։ Մինչև այժմ այս դեպքը հիշելիս փշաքաղվում եմ։ Խեղճերն առանց այն էլ մի օրի չեն, ու մեկ էլ մյուս փորձանքը, այս անգամ սակայն մահվան տեսքով։ Հիմա որ ասեմ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կասեք արդեն բռնաբարեցիր այդ ասացվածքը, բայց է որ ամեն քայլափոխի դրա հետ ես առնչվում, ինչ անես։ Մի հատ քեփնից, այդ չափ
Բայց սրանց տերերը ինչ ասեն, փող ես դնում, կերակրում ես, պահում ես, որ վերջում մի 2 կոպեկ փող աշխատես, այն էլ խնդրեմ։ Նկատեք, ոչ գայլերն են, ոչ այլ կենդանիներ, էլեկտրալարերը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչներ, տիրություն արեք ձեր տնտեսությունը։ Ժողովուրդ ջան, չնայած առաջնորդվում ենք մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ սկզբունքով, բայց այս դեպքում չեմ կարող 29-ամյա Միտուշին չհարցնել, ախր ես ինչ արեցիր, ինչի կործանեցիր երիտասարդ կյանքը։ Հաստատ դեռ լիքը բան ունեիր անելու, բայց երբ անտեսում են մեր հորդորները, նաև այսպիսի ավարտ են ունենում։ Սարսափելի պատահարը տեղի է ունեցել Եղվարդի Կոմիտասի փողոցում։ Նկատեցիք էլի Եղվարդ։ Տեսանյութը սկսեցինք այնտեղից, վիրավոր ձիու պատմությամբ ավարտում ենք երիտասարդի ողբերգական մահվամբ։ Գազախովակելա կոտրե։ Թե ինչպես է ժամը 22-ի սահմաններում Միտուշը այս Շևրոլեև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ բախվել բնակելի տան երկաթե դարպասներին ու քարե պարսպին, ինքն այլևս չի կարող պատասխանել։ Նրան եւ ուղևորներին, համագյուղացիներ, 28-ամյա Արամին, 27-ամյա Հովսեփին եւ 30-ամյա Գորին Եղվարդի փրկարարները մի կերպ են դուրս բերել մեքենայի միջից, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Հիվանդանոց տեղափոխվելուց կար ժամանակ անց Նաիրի ոստիկանները ահազանգ են ստանում, թե վիրավորներից Միտուշը գիտակցության չգալով մահացել է։ Տղեկը զանգեցին։ Այս էլ վնասվել։ Գազը դադարեցված է, չէ՞ ժամանակավոր։ Արված է ինչ ուժ լինի, որ շպրտի հասնի ինձ։ Էլմիասա, ակնհայտորեն Շևրոլեն շատ մեծ արագություն է ունեցել։ Փաստորեն, այսօրվա տեսանյութում արդեն որ երրորդ նյութն է, կարմիր թելով անցնում է արագությունը։ Վարորդները պետք է համապատասխան եզրահանգումներ անեն։ Թե չէ, վստահեցնում եմ, փորձանքը ոչ մեկի չի հարցնում։ Հուսանք, գոնե մյուս 3 երիտասարդների կյանքը հնարավոր կլինի փրկել։ Լավ է, հայատում մարդ չի եղել, այն մարդ։ Տոշիկը հելած։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։